պետք է փորձեր Կարինկան վերջնական, Նարեկը նայեր հիանալ, այսպիսի ռոմանտիկ իրավիճակներ էլի, սիրտս թուլասվել չեմ դիմանում, վայ։ Դե ինչ, Կարինկայի, Նարեկի և խնամիներից հետ ոսկու շուկայում ենք։ Խեղճ շունս էլ հուզվեց ինձանից։ Կորոշեմ, թե ինչ է լինելու, ինչ տարբերակ։ Կարելի ասել ճոխացվելու է հենց այս գեղեցիկ գործվածք դետալով։ Արսուփեսայի մատանիները ընտրված են։ Անցանք թևնոցներին։ Ընկերներ ջան, սիրելի հետևորդներ ջան, այսպես հոգնած վիճակով, այսպես քնահարամ կարելի ասել, հարսանեկան արարողության պատրաստության վլոգ համար 2։ Այնքան հոգնած եմ խոսելս չի գալիս, բայց անցնենք առաջ հաջորդի։ Տեսեք շարունակությունը, պատրաստությունները լիքը շատ հետաքրքիր բաներ։ Եկեք անցնենք առաջ, շատ հոգնած եմ, մի կերպ այս կադրը նկարում լուրջ եմ ասում։ Դե ինչ, գնում ենք Կարինկայի ծնողներին վերցնելու եւ միասին գնանք առևտրի, ոսկեղեն, Նարեկի համար փեսայի կաշում շարվար, ինչպես ասում են, ու այդպես պատրաստության մի քանի խառը տեղեր էլի, այսպես ասած։ Այսօր էլ հունիսի 1-ն է, շնորհավորում ենք բոլորի հունիսի 1-ը, ամռան առաջին օրը։ Ճանապարհին էլ հունիսի 1-ի կապակցությամբ երեխաների տոնի արդիվ Կարինկան փուչիկ ստացավ նվեր։ Դե ինչ, Կարինկայի, Նարեկի և խնամիներից հետ ոսկու շուկայում ենք, սկզբնականում նայում ենք մատանիներ, տղայի և աղջկա համար, դե եկեղեցում հարսուփեսայի մատանիներ էլի։ Ահա, վերջապես, վերջնական Կարինկան որոշեց այս օղակաձև մատանին, ինչպես ասում են կալցո, ադամանդե քարերով, որը շատ գեղեցիկ համադրություն է իր նշանադրության մատանի հետ։ Դե այստեղ էլ արդեն տղայիս մատանին ենք ընտրում, որոշում են որն են ցանկանում։ Կրկին բավականին նման է Կարինկայի ընտրած մատանուն, որպեսզի լինեն միանման։ Ահա, այստեղ էլ խնամին փողերն է հաշվում Նարեկի մատանու համար վճարելու։ Եվ այսպես, հարսուփեսայի մատանիները ընտրված են։ Անցանք թևնոցներին։ Ճիշտ ասած, այս ոսկեղենի պահը իմ արևին ուզում էի անակնկալ անել, առավելևս տղայիս համար, քանի որ իր 25 ամյակն է, նաև ծննդյան արարողություն։ Մենք մտածված որոշել ենք, նախատեսել ենք, որ լինի հենց այդ օրը, 07/07/2025։ Տղայիս 25 ամյակի օրը, լրանում է 25 տարեկանը, ես մեռնեմ իր կյանքին, չեք պատկերացնի ինչ զգացողություն է իմ ներսում։ Եվ որոշեցինք հենց հարսանեկան արարողությունը լինի այդ օրը, եւ որպես իր ծննդյան արարողության եւ ամուսնության, չգիտեի այս պահին ինչ անել, ցանկանում էի ոսկուց թևնոց, պարզապես անակնկալ նվիրել, բայց չստացվեց։ Քանի որ այնտեղ ոսկու շուկայում մենք ընտրում ենք, նայում ենք, ինքը արդեն հասկացել է, ժպտում է, ծիծաղում է, եւ քանի որ Կարինկան ցանկացավ, որ թևնոցները լինեն միանման, կապ չունի տղայի եւ աղջկայի ինչ գործվածք է, քանի որ բոլորս էլ կրում ենք, ինքս էլ կրում եմ այդպիսի բաներ, որը ավելի շատ համարձակ է, մի փոքր տղայական, Կարինկան ցանկացավ, որ իր թևնոցը լինի նույն Նարեկի թևնոցից, դե այսպես չստացվեց անակնկալը, Նարեկը տեսավ, որ ես գնեցի 2 թևնոց, փորձեցինք իր թևին, հասկացան, որ այսպես, ուրեմն թող լինի այսպես, Աստված թող օրհնի եւ շնորհավոր լինի։ Եվ այսպես, Կարինկայի ցանկությամբ թևնոցները ընտրված են միանման տղայի եւ աղջկա համար։ Այստեղ են ասում փողերը գնաց։ Կարող եմ մի հատ էլ ես սրանից առնել, դառնա միանման 3 հատ, բոլորս նման լինենք իրար։ Այնուհետև գնացինք տղամարդկանց հագուստի խանութ, որտեղ պետք է ընտրենք Նարեկի համար հարսանեկան կոստյում։ Բոլորիս եւ Նարեկիս ճաշակով միասին ընտրեցինք այս միջին մոխրագույն կոստյումը, որը շատ սազեց իրեն, դե բնականաբար պետք է սափրվի, ապա սպիտակ վերնաշապիկ, Կարինկան էլ այնց թազա սիրահարված նայում, ոնց որ հեսա տարան ձեռից էլի։ Հետո կրկին գնացինք մեր ընտրած հարսանյաց սրահը, էլի բաներ կային խոսելու, ճշտելու։
Ապա կրկին հարսանեկան հագուստների սրահ, որտեղ արդեն ընտրված էր հարսի շորը։ Այստեղ պետք է փորձեր Կարինկան վերջնական, Նարեկը նայեր հիանալ, այսպիսի ռոմանտիկ իրավիճակներ էլի։ Սիրտս թուլասվել չեմ դիմանում, վայ։ Այստեղ էլ հաջորդ առավոտյան պետք է գնամ առևտուրներ կատարելու, դե Կարինկան ինձ հետ միասին պարտադիր ասեց ես էլ եմ գալիս քեզ հետ։ Այսպես որոշեցինք հարս ու սկիսուր միասին գնանք առևտուր կատարելու։ Նախապես մեքենա ստուգելուց կարգավորելուց հետո դե գնացինք։ Այսօր շատ գործեր ունենք կատարելու, պետք է գնամ մեքենայի համար նոր մարտկոց գնեմ, գանք խանութ առևտուրներ կատարենք, ընդհանրապես տան ուտելիքներ սնունդ, այլակապված հարսանեկան արարողության հետ, նաև հարսանիքին վերաբերվող որոշակի դետալներ, այսպես շարունակ։ Դե ինչպես որ ասում ենք ինձանից էլ բեջ բեթար Կարինկանն էլ շատ սիրում նկարվել։ Այստեղ էլ մարտկոցի խանութում ենք, Կարինկան թաքուն նկարում է, թե ինչպես ենք մարտկոցը փոխում։ Ոնց որ չարաճճի երեխայից հետս տեղ տանելուց լինեմ, իր համար ուրախանում է, երգում է, նկարահանումներ է կատարում։ Դե այստեղ էլ ցուցակովս հանդերձ տան ուտելիքի առևտուրը կատարեմ։ Հա, իմիջիալոց սրանից առաջ էլ մի հատ լավ գմբացել եմ խանութի դռան մոտ, բոլորը ինձ էին նայում։ Մի հատ էլ գնում ենք տորթերի պատվիրման սրահ։ Կարինկա։ Ճիշտ ասած մեռել եմ ծիծաղից Կարինկայի այս արձագանքի համար, երբ տեսավ այստեղ գրված է Կարինկա, ծաղկի սրահ է այն։ Կարինկա։ Ու վերջապես, այն որ ասում են իրա կեսին գտավ, գնաց իրա կողքը նստեց։ Ահն, հաճելի զուգադիպություն, եկանք դու մեկ էլ զանգեցին, ասեցին ձեր պատվերները եկել են, կրկին պատվերներ։ Հեսա հավեսին անբոքսինգ ունենք անելու։ Խեղճ շունս էլ հուզվեց ինձանից։ Սա է մեր այսօրվա կատարած առևտուրը, տեսակ ինչպես Կարինկայից հետ գնացինք, խանութներ պտտվեցինք, ինչպես ասում ենք շոփինգ։ Իսկ այստեղ ինչեր են այնքան խառը, որ այսքանը երևի թե չեմ կարող ասել, ուտելիքներ դե, դե, կարևորը մածուն, չգիտեմ ինչ, սենց խառը, շինարարական ապրանքներ, տեն, այն որ փչում են փրփուրա լինում, այսպես սրանք էլ են էլի հարսանեկան արարողություններին վերաբերվում, ինչի համար, որովհետև ուտենք, սնվենք, ահոր լինենք, որ ամուր լինենք, որ մինչև հարսանեկան արարողության օրը լինենք սիրուն առողջ իդեալական կազմվածքով, դրա համար նշանակում է ինչ առևտուրը կրկին հարսանեկան արարողություն է։ Ուտենք, որ մինչև էլ դիմանանք, այսպես ամեն թողում ենք, բայց ամենակարևորը նայեք այս պահի դրությամբ պատվերը բերեցին եւ ունենք շատ պատահական կրկին նորից շատ հետաքրքիր անակնկալ unboxing, որը իրոք չենք բացել, լրիվ պատահական հենց հիմա բացում ենք։ Հիմա կտեսնեք ինչ unboxing է, ինչ են պատվիրել Կարինկայի համար, մեր լոգարանի համար եւ իմ հատուկ հարսանեկան արարողության երեկոյան զգեստի կոշիկներ են եկել արդեն, եկեք ցույց տամ։ Հենց նոր բերեցի մեր պատվերները, unboxing, ինչ ենք անում, իրոք իրականում չենք բացել, մենք հիմա բացում ենք, միասին տեսնենք, հա բերել ենք, դիմացել ենք, որ չբացել։ Չեմ օգնել, ես եմ բացել։ Հենց պատվերները ես ինչ կասեմ։ Հələ մի ապես, տոպրակը դες պետք չլիներ, ուր ես դες։ Հələ կտուր է։ Այ, շատ լորն է։ Կարող ես եմ ուզել սրանի, ժողովուրդ ջան։ Շատ սիրուն է։ Շնորհավոր լինի։ Ահա, էսի դիմացի։ Շատ սիրուն, այն որ ասում եք սարոշկա, էդի պարոսկի։ Ապա գասկի։ Վերնաշապիկ։ Կոշիկներն արվելու։ Օխ, իջանացա։ Կոշիկները, վայ։ Իմ երեկոյան զգեստի կոշիկները, որ ուզենայ սենց հստակ նույն միանման գույնը չեր գա, այդ գործվածքի հետ ինչ որ նայեք ինչքան սիրուն է, ես հետո առանձին unboxing-ից դուրս խոստանում եմ մանրամասը կրկին նորից նկարենք ցույց տամ, որ տեսնեք ինչ ենք ստացել։ Ապա դիրա հաջորդը։
Սա մեր լոգարանի համար։ Մեծ է նկարի մեջ։ Ոչինչ, չես կավակեն կտեսնի։ Միանգամից ինչ օրիկն են հայքա։ Միանգամից հագնվեց թիթիզիկ իրա նոր սիրուն վերնաշապիկը։ Միանգամից ամբողջն ջանը։ Էս իստեղ։ Ասինք, հիմա տանում ենք վեկար գնացինք լոգարան։ Ոյ, հենց իրա չափվում է։ Այն սիրուներով, իդեալական, հիմա ամենի սիրուն գտասավոր։ Այստեղ քո պարագաները ամբողջ ինչ որ քեզ ա վերաբերվում, նայեք ինչքան լավ ա ստացվել։ Ընտիր։ Ասել էի չէ, unboxing-ի շարունակությունը հաջորդ սերիայում։ Այսինքն մաս երկրորդում ինչ պատվերներ էի ստացել, ինչ է արել, իսկ հիմա մանրամասն ցույց կտամ ձեզ։ Գնացինք, ասեք ամբողջը բերեմ։ Ճիշտն ասած, այս դեռ ամբողջը չէ։ Դեռ գալիս են եւ պետք է գան ամբողջը հարսանեկան արարողությանը վերաբերվող։ Սպասեք էլի կա նորից բերեմ։ Դե ես էլ քիչ անց որտեղ ստացա պատվերը, տեսակ չդիմացա մի փոքր ցույց տվեցի։ Սա էլ միացնեմ, լավ, եկեք անցնենք առաջ, ինչի մասն է խոսքը, հիմա մանրամասն կներկայացնեմ ձեզ, գնացինք։ Երևս սա քիչ է, դեռ պետք է գան ձևավորման պարագաներ, որտեղ հարսանիքի առիթի օրվա կապակցությամբ պետք է ձևավորեմ տունը, բակը, ինչքան հնարավոր է այգին, եթե ես նայեմ ձևավորմանը, չեմ հասցնի ամբողջը ձևավորել, իրականում ֆիզիկապես միայնակ այս ամբողջը կատարել։ Եվ դետալների առումով նույնպես չափից շատ պետք է լինեն, բայց գոնե սկզբնական, գեղեցիկ, կոկիկ, միջին չափով կկատարեմ տան ձևավորումները, դռների, բակի, այսպես շարունակ։ Եկեք պարզապես միանգամից ցույց տամ, այդ ձևավորման համար իր դետալներ եմ պատվիրել, այսպես։ Սա դեռ թողնենք մի կողմ, տոպրակները մի կողմ, այստեղ քանի որ տղայից հարցրել էի, մեր տան ձևավորումը ինչպես լինի, սպիտակը բաց վարդագույնով, ռոզվ ինչպես ասում ենք, թե սպիտակը բաց կապույտով որպես տղայի տուն, տղաս որոշեց ասեց ոչ նա։ Հիմնականում ուզեց, որ սպիտակը լինի ոսկեգույնի հետ, դրա համար ես պատվիրեցի ոսկեգույն տյուլեր, ինչպես ասում ենք, այսպես, ամբողջը բացվում է, տեսնենք ինչքան է, քանի մետր, ինչքանը կբավականացնի, այսպես հասկանալի է տյուլեր ձևավորման համար, տան բակի դրան որ մասում չգիտեմ ինչպես եմ հասցնելու, ձևավորման ժամանակ դե ամբողջ ինքն հետ կտեսնեք ինչ եմ անելու, առանձին տեսանյութ վլոգով, սա ոսկեգույն է, մի փոքր կրեմագույն, այստեղ դերևս ծաղիկներն են թողնենք, նույնիսկ սպիտակ գույնը, արդեն բացել նայել ենք մենք, սպիտակ գույնը ոսկեգույնի հետ միասին պետք է համադրեմ, շատ գեղեցիկ իր հետ բավականին դետալներ կան, հիմա ամբողջը ցույց կտամ։ Նորից նույն ոսկեգույն տարբերակից, էլ չբացեմ ամբողջը, նույնը, ինչ որ դες ցույց տվեցի, նորից նույնիսկ սպիտակ գույնը կրկին, այսպես, տեղը ազատվի, որ կարողանամ շարունակել։ Անցնենք արհեստական ծաղիկներին։ Ճիշտ ասած, չգիտեմ, նկարների մեջ շատ ճոխ, շատ սքանչ տեսքերով ուղարկել են, տեսնենք իրոք համապատասխանում է, թե ոչ այդ ամենը։ Եկեք միանգամից պատրեն բացենք, միևնույն է, թե այսպես թե այնպես պետք է բացենք։ Էսի մեկ տարբերակ։ Ինքը ունի ճյուղեր, կբացենք, կտարածենք, կտեսնեմ որտեղ է հարմար։ Դրան վերևում, ներսում, այսպես մեկ ծաղիկների փունջ։ Հաջորդ փունջը։ Հա, սա շատ հետաքրքիր շղթա է, որը սա արդեն հյուրասենյակի համար կլինի, այս մասում է լինելու, ինչ է լինելու, դուք սպասեք կտեսնեք դեռ այնքան բան կա տեսնելու ձևավորման հետ կապված առիթին։ Այսպես թափվող իր հետ միասին գիփյուրները շատ գեղեցիկ, լույսեր, ձևավորումներ, չափից շատ։ Համբերեք։ Սա էլ մի կողմ հասկացանք։ Արդեն հասկանալի է, արհեստական ծաղիկներ բավականին շատ, եւ ունեմ նմանատիպ գիփյուրներ, ծաղիկներ տանը շատ, քանի որ դասավանդել եմ այս ոլորտում, այս մասնագիտությամբ իմ ուսումնական հաստատությունում, ամբողջը պահպանված է։ Բայց ճիշտ ասած չեմ ցանկանում, որ ինչպես խոսակցականով ասում ենք, դառնեմ խիբիշ, շատ չլցնել։ Թույլ, հետև ձևավորում, որտեղ լինի հանգստություն եւ գեղեցկություն։ Սպասենք, կտեսնենք։
Եվ փուչիկները շատ հետաքրքիր, շատ։ Տեսեք, այստեղ ես ընտրել եմ սպիտակը ոսկե գույնով փուչիկներ, ինքը շատ է, չափից շատ է այստեղ։ Չգիտեմ այդքանը ոնց ենք փչելու, շունչս կտրվելու, ասենց աչքերս ուռեն դուրս գան, չգիտեմ ինչ արել, ոնց պետք է փչել, չգիտեմ։ Ոսկե գույնը, սպիտակը եւ չէի նկատել նաեւ թափանցիկը, իր մեջ պետք է ինչ-որ լցնենք փայլեր, հա։ Երևի թե շատ հետաքրքիր է, իր մեջ արդեն կան փայլեր լցված այս թափանցիկների, մի հատ նայեք, ոսկե գույն, սպիտակ, կարող է մի հատ փչենք նայենք, հələ մի րոպե, էլի տնակեսու չէ։ Ինչը ձևավորենք այդ ոսկե գույնի սպիտակի համադրությամբ ինչպես կիքյուրներն են, որ ասացինք, փչում ենք փուչիկ, այսպես։ Գմբատ ագլուխս ջարդի։ Այսպես հետարքին պատիվներ կան իր մեջ, շատ հետարքի, ես չէի տեսել, իմ այսի կարին կան դնա ուրախություն թուշկը գնալ եմ, յատ նայեք։ Եվ փուչիկներ կարմիր գույնով սրտաձև։ Սա լինել է և սրահի ձևավորման, բնականաբար նույնպես, բայց հիմնականում սրտաձև դետալները լինելու է հարս ու փեսայի սենյակի ձևավորման համար, որը ես անակնկալ եմ անելու, չնայած ինչ անակնկալ են, լսում են, իմանում են իրան, միևնը չի լինում անակնկալը։ Սրտաձև փուչիկներ, մոմեր, լույսեր, վարդի թերթիկներ, լավ, գա պահը կտեսնեք ինչքան հրաշք է լինելու։ Այսպես, սա այն դետալներն էին, որը վերաբերում են հասարակական արարողության համար ձևավորման այդ ընթացքին։ Ինչ շեշտում եմ կողմնակից եմ մի փոքր հանգիստ ձևավորմանը, որ խառնաշփոթ չլինի։ Նաև միայնակ տեսնեմ, թե ինչպես եմ հասցնելու այս ամբողջը։ Իսկ հիմա ինձ համար ես բնականաբար գիտեք, որ ես թիթիզ եմ, երեծկության կողմնակից, սիրում եմ աչքի ընկնել եւ այլն, չերկարացնեմ իմ ուղին անցած ոլորտը, որը բնականաբար միշտ սիրել եմ աչքի ընկնել, լինել առաջնահերթ։ Այս դեպքում կիսուր մայրիկ, կիսուր քույրիկ, պետք եղավ կիսուր հայրիկ, չգիտեմ ոնց կուզի, Կարինկան հետագայում թող ինձ ասի, որևէ խնդիր չկա։ Այդ կիսուր հայրիկն էլ է լավ ստացվում, ամբողջ օրը տղամարդկային գործեր եմ անում, մեքենա վարել, տեղ են ջրում եւ այլն։ Բայց պետք է լինեմ այդ օրը իդեալական։ Այն իմ կյանքի, չգիտեմ, էմոցիաներս ուղղակի տեղի են տալիս արդեն, էլ ես չեմ դիմանում, թե ինչպես արտահայտեմ, թե իմ կյանքի ինչ օրն է դա։ Ես երևի թե ամբողջ գիշեր կհուզվեմ լույս առավոտյան հասանիքի արարողության, փորձելու եմ ինձ տիրապետել, չարտասվել, չլացել, քանի որ այն էմոցիաներ, այն զգացողությունները, երջանկության այդ պիկը ինձ մոտ հնչող խենթության է հասցնում եւ դրա համար պետք է լինեմ իդեալական։ Այդ օրը ես պետք է փայլեմ եւ որի համար պատրաստվում եմ իմ կերպարը շատ շքեղ։ Ինչի մասին է խոսքը, պատվիրել եմ, եկել եմ այդ օրվա իմ հագու կապը, ինչ եմ հագնելու, ինչ գույների մեջ, ինչ տարբերակներով, լավ, եկեք հաթացույց տամ այդ օրվա իմ զգեստի, երեկոյան զգեստի դետալներ, շարունակություն, անցանք այստեղ, լավ։ Մինչ դա ցույց տալը, այստեղ մի փոքրիկ դետալ կա, դա էլ ցույց տամ, անցնենք առաջ, ինչի մասին է խոսքը։ Այսպես հաջորդը վերաբերվող հարս ու փեսայի սենյակի ձևավորման համար պատվիրել եմ անկողնային պարագաները, եկեք մի փոքրիկ դետալ ցույց տամ, ամբողջը չեմ կարող բացել այս պահին։ Ինքը բաց վարդագույն տարբերակով սրտիկներով, շատ հետաքրքիր դետալներով է եւ շատ գեղեցիկ նկար է կա։ Հետո սենյակի ձևավորումից հետո, որ ամբողջը կկատարեմ, նկարահանում կանենք կտեսնեք ինչքան շքեղ է։ Եվ այսպես, ինչպես ասում ենք, անցանք ինձ։ Երեկոյան զգեստի ընտրման համար տատանվում էի, պատկերացումներ էին գալի, գծագրում եմ, նկարում եմ ինչ է լինելու, ինչ եմ կրելու այդ օրը, ինչ կերպարով եմ ներկայանալու եւ գույները, գիտեք, որ սև գույնը ես սիրում եմ քիչ։ Հազվադեպ, ստացվել է այնպես, որ այսօր այդ սև գույնի մեջ եմ աշխատանքի եմ գնում, բայց ես շատ քիչ եմ կրում։ Այնպես չի, որ հրաժարվում եմ սև գույնից, բայց առիթի օրվա հետ կապված մշտապես ասել եմ, չի կարելի մեր հայ ազգի աղջիկների կանանց մեջ նստած այդ երևույթը։ Երեկոյան խնջույքների ամենակարևոր առիթներին լինում են սև, մեծամասամբ շատ մուգ գույների մեջ, սա թողնում եմ մի կողմ։ Ես սիրում եմ ակտիվ վառ գույներ, նայած ինչ գույն, որ առիթի եւ ինչպես։ Չգիտեմ ինչի իմ աչքի առաջ գալիս էին բոլոր գույները, բայց պտտվում է եւ կանգ էի առնում անկախ ինձ, իմ ներքին զգացողությունն է դա, որ պետք է լինի մի փոքր մուգ կանանց ջերանգը, չգիտեմ ինչի։ Վերցնում էի կարմիրը, գտնում եք չեմ հարմարվում։ Վերցնում եմ կապույտը կրկին չէ, ոսկե գույնը, բաց կապույտը։ Ձեր աչքի առաջ շատ պատահական, սա էլ իմ տան միստիկան մշտապես, որ ես ասում եմ։ Ոսկե գույնը, բաց կապույտը, ցանկացած գույներ, բայց միևնույն է։ Այստեղ իմ կողքից ինչ-որ բաներ են փախնում, ոչինչ, թող փախնեն, երևույթները շարունակում են։ Կրկին խնդիր չկա, մշտապես այսպես է։
Լավ, թող մնա այնտեղ։ Ստացվեց այնպես, որ միևնույն է ոնց պատտվեցի, ես ինձ տեսա կանաչ գույնի մեջ։ Դա խորհրդանիշ է, ինչի համար էր իմ էներգիան եւ սիրտը քաշում կանաչ գույնին, հետագայում կբացատրեմ հաջորդ տեսանյութերի վլոգների ժամանակ կանաչ գույնը ինչ խորհրդանիշ ունի եւ ինչի համար է դա իմ սիրտը ցանկացել։ Հիմա այստեղ ինչ եմ պատվիրել եւ ինչ է եկել։ Երեկոյան զգեստի համար դետալներ, որը ամբողջությամբ հավաքելու եմ եւ կարելու եմ ինքս։ Ուշադիր եղեք, շատ հետաքրքիր վլոգ է լինելու, ինչպես են տարբեր հումքերից գործվածներից կարում երեկոյան զգեստ, ինքներդ կտեսնեք ձեր աչքի առաջ, բնականաբար ժամանակակից, թիթիզիկ, ամեն ինչը շատ շքեղ։ Հիմա ես ցույց տամ դետալները։ Նախապես պատվիրել եմ շատ հասարակ գործվածքով մի զգեստ, շորիկ ինչպես ասում են։ Պատվիրեմ շորիկը, ինքը շատ հասարակ է, պարզապես որպես գործվածք է սա եկել։ Ամբողջը կտրելու եմ, ձևափոխեմ, ձևավորեմ, դարձնեմ իմ ուզած տարբերակով։ Այսպես ինչ-որ դերևս անհասկանալի, կարճ, շատ հասարակ, մի փոքր ինձ վրա մեծ ինչ-որ գործված, այսպես տարբերակը, շորիկս լինելու է կարճ, եւ իր վրա կատարվելու են շատ աշխատանքներ, ձևափոխումներ, իր համար ինչ դետալներ են պատվիրել։ Կանաչ գույնի, տյուլանման, այսպես թեփուկներով, փաթիվներով կարելի է ասել հետաքրքիր գործված դետալ, որով իր թերի վրա, իր վրա ասես փոչի երկար ինչ-որ դետալներ, չգիտեմ, ընթացքում կորոշեմ թե ինչ է լինելու, ինչ տարբերակ։ Կարելի ասել ճոխացվելու է հենց այս գեղեցիկ գործված դետալով։ Հատուկ արծաթագույն կրկին փաթիվներով դետալներ, որոնք կտրատվում են եւ ամրացվում են հագուստի վրա։ Այսինքն մեկ դետալը հանվում է ուսի վրա է լինելու, զգեստի կողամասում, որից շարունակվելու է այս տարբերակը, մի քանի դետալներ այլ տարբերակով, խենթություն, դուք կտեսնեք Կարինեն ինչ է ստանալու եւ ինչ երեկոյան շքեղ զգեստ։ Ասել եմ, չէ, իմ կյանքի ամենակարևոր օրն է։ Ես այդ օրը պետք է փայլեմ հարս ու փեսայից հետո, հաջորդը ամենագեղեցիկն ու շքեղն ու ճոխը պետք է լինեն ես, բնականաբար։ Պատվիրել բիժուտերիաները, զարդերը ինչպես ասում ենք, շատ հետաքրքիր պատմություն ունի այս բիժուտերիան, որոնք հետ իր հետ միասին տեսեք ինչ կա։ Ականջողներ, վզնոց, նաեւ իր հետ միասին թագը, տեսեք ինչ շքեղություն։ Արդեն պատկերացնում եք, չէ, ինչ տեսք եմ ունենալու այդ օրը։ Այստեղ կա ուղղակի մի փոքրիկ անհարմարություն, բավականին մեծ է թագը եւ կասել ծանր։ Եթե չկարողանամ հարմարացնել այդ օրը ինձ վրա, հա, այսպես, մի հատ նայեք ինչ շքեղ թագ է։ Այդ օրը բարձ կլինի, գոնե թե նկարվելու համար թագով մի քանի դրվագներ, կադրեր կնկարահանեմ, եթե զգամ շատ ծանր է, ինձ խանգարելու է ամբողջ օրը քայլելու, գնալ, գալ, ապարել, թռվռալ, ակտիվ լինել։ Հենց իր դետալներն են, իր բիժուները, այսպես բացեմ հիմա ես, տեսեք ինչ շքեղություն է, ամբողջը հագուստի գույնի հետ համադրած, որոշեցի ինքս պատրաստեմ թևնոցը, իսկ ինչպես եւ ինչ եմ պատրաստելու, հիմա ասեմ հաջորդ պատվերը, ինչի մասն է խոսքը, պատվիրել եմ շատ քանակությամբ տուփով այսպիսի քարեր, կանաչ քարեր, շատ գեղեցիկ քարեր են, կանաչ, հենց գույն համապատասխանում է, որը պետք է ձևավորեմ եւ հագուստի վրա, պատրաստեմ նաեւ թևնոց։ Եթե թագը ծանր է, ինչպես ասացի, այդ օրվա անհարմարության, գեղեցիկ իմ ձևավորած մազերի մեջ այս քարի տարբերակներով ձևավորումներ կկատարեմ, երևի թե ավելի հարմարավետ կլինի։ Կտեսնենք այդ օրը ինչպես կորոշեմ։ Եվ ահա կոշիկները, շատ զարմացան, որ իրոք շատ որակյալ է, շատ շքեղ եւ շատ համապատասխան։ 1 րոպե։ Տեսեք ինչքան շքեղ է, հրաշք։ Ամբողջը համապատասխանում է, որ գույները այսպես պետք է համապատասխանեն։ Իսկ այս ամենի հաջողակ համադրությունները նախանշան են, հուշում են շատ լավ ընթացք հետագայի շարունակություն, այո, նախանշանները, համընկումները ցույց են տալիս, հուշում են ինձ մոտ, ես իմ կյանքում դա մշտապես գիտեմ, շատ հաճելի կազմակերպվածությամբ առաջ է ընթանում, Աստված առաջ։ Ես միայն Աստծով օրհնում եմ ամենը, թողնում եմ Աստծո վրա։ Հա, ասեմ նաև, հաղթնիկ եմ ասում, ոչ մեկին չասեմ։ Մենակ դուք եք լսում, չասեք, ոչ մեկ չիմանա հանկարծ, չտարածվի։ Չմասն է խոսքը։ Այդ օրը այս ամբողջ հագուստները կրելուց հետո, այն որ արդեն մենք մեզ ցույց ենք տալիս, հոգնում ենք, ռեստորանում ապարում ուրախանում ենք, վերջում պետք է զգեստափոխվեմ, ինչ եմ կրելու, ինչ գույների մեջ, ինչ եմ անելու, ասեմ թե չասեմ։ Թե թողնեմ տեսնեք այդ տարբերակը։ Լավ, եկեք այս վլոգում ոչ մի բան չասեմ, կմտածեմ հաջորդ վլոգին ասեմ, թե չէ, զգեստափոխվում եմ, ժամը 9-ից հետո, որ ավարտին մնում է 2-3 ժամ, այդ ժամանակ զգեստափոխվում, հաջորդը ինչ կերպար եմ ընդունում, ինչ հագուստով, ինչ տեսքով եմ լինելու։ Լավ, կթողնենք հաջորդ վլոգին կասեմ։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ հարսանեկան արարողության պատրաստության տեսանյութ վլոգի 3-րդ տարբերակին, սպասեք։
Թեժ է լինելու շատ լուրջ եմ ասում։